Մարիա հեռուստասերիալում Դավիթը գալիս է Մարիայի տուն, տանը բոլորը՝ Ռուբենը, Տիկին Ալիսան, Նոնան, Աբուլը ու նույնիսկ Լիլիթը հավաքվել են միասին։ Դավիթը համարձակվում է բարձրաձայնել այն, ինչի մասին երկար ժամանակ երազել էին երկուսն էլ՝ հարսանիքի օրը։ Որոշում են, որ մեկ շաբաթից տեղի կունենա նրանց ամուսնությունը։ Մարիայի աչքերը փայլում են երջանկությունից, սակայն սրտում վախ կա։ Հարսանիքը լինելու է, իսկ դատավարությունը ընդամենը մեկ շաբաթ անց, այսինքն 2 շաբաթից։ Մարիան առանձնանում է Դավիթի հետ և լուրջ խոսակցություն ունենում։ Ասում է, որ չի ուզում, որ հարսանիքի մասին բոլորը իմանան, հատկապես Ռաֆը, բայց իրականում սա անհնար է գաղտնի պահել, քանի որ Լիլիթը, Ռաֆի քույրը, հաստատ Աբուլի կողքին կլինի այդ օրը։ Իսկ այդ ընթացքում Ռուբենը, կասկածելով, որ նախորդ օրը Սոֆյան ու Ռաֆը ներկայացում էին բեմադրել իր առաջ, իբր Ռաֆը միշտ եղել է Արտակի ու Սոֆյայի աջակիցը, որոշում է գնալ ավելի խորամանկ ճանապարհով։ Նա Սոֆյային կանչում է իր աշխատասենյակ, առանց նախազգուշացնելու ու առանց Ռաֆի ներկայության։ Սոֆյան գալիս է խառնված ու շփոթված, չհասկանալով, թե ինչու է իրեն կանչել Մարիայի հայրը՝ Ռուբենը։ Ռուբենը նրան դիմավորում է ջերմ, սակայն որոշ ժամանակ անց անցնում է ամենակարևոր հատվածին։ Նա հմտորեն սկսում է խոսակցության մեջ ներառել այն, որ Ռաֆը ոչ մի կերպ չէր կարող այդքան մտերիմ լինել Սոֆյայի ու Արտակի հետ։ Իրականում Սոֆյան ու Ռաֆը հանդիպել են Արտակի մահից հետո, և դա է ճշմարտությունը։ Սոֆյան սկզբում փորձում է պաշտպանել Ռաֆին, բայց Ռուբենի վստահ ու գիտակից խոսքից հետո սկսում է կասկածել։ Մանավանդ երբ Ռուբենն անուղղակի կերպով ակնարկում է, որ Արտակի մահվան գլխավոր կասկածյալը հենց Ռաֆն է։ Սոֆյան դուրս է գալիս Ռուբենի աշխատասենյակից խառնված մտքերով։ Տուն վերադառնալուց հետո նրան այցի է գալիս Ռաֆը իր սովորական սառը ժպիտով, բայց այս անգամ արդեն Սոֆյան այլ կերպ է նրան ընդունում։ Նա հստակ ասում է, որ իր կյանքի առաջնային նպատակն է պարզել, թե ով է սպանել Արտակին և ապահովել այդ մարդու պատժվելը։ Ռաֆը շփոթվում է, զգում է, որ Սոֆյան այլևս իր վերահսկողության տակ չէ։ Նա վերադառնում է տուն ու անմիջապես սկսում մտածել, ինչպես փոխել մարտավարությունը, որպեսզի Սոֆյան իրեն չկասկածի։ Նա գիտակցում է, որ եթե Սոֆյան նույնիսկ չասի որևէ բան ոստիկանությանը Ռաֆի մասին, ապա կարող է լռել նաև Դավիթի մասին։ Այդպիսով Դավիթը կարող է ճանաչվել անմեղ, ինչը Ռաֆին այդքան էլ ձեռնտու չի։ Իսկ Դավիթն ու Մարիան դեռ չիմանալով, թե ինչ վտանգավոր քայլեր են սպասվում իրենց սիրո ճանապարհին, հույսով ու հավատով սպասում են այն օրվան, երբ իրենց միությունը պաշտոնապես կդառնա ամուսնություն, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Հարգելի հետևորդներ, արդյոք այս հարսանիքը կկայանա։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկ ունեն ասելի, որ անտեր չես։ Դենք ունկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկերն է։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան ստեղեք չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մի խոսքը։ Ռեյսար։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդ եմ անի։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եւ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас. С
тобой у нас։ Բա, այս տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ա, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայրությամբ պետք է ասցեն, նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի լուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինում նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ 3 ժամը։ Շատ չէ, քիչ չի տանում։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդար է, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս պիջակի։ Մի բացի շորերը։ Այդ ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող է։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։